Հաշվառնելով մեր եւ Ադրբեջանի ժողովուրդների անցած պատմությունը, շատ դժվար գործընթաց է սպասվում, բայց պետք է լուծել այդ հարցը եւ անպայման այդտեղ պետք է լինի միջնորդ երաշխավոր։ Այսօր իշխանությունը Հայաստանի բանակցում է Ադրբեջանի հետ առանց միջնորդի, համենայն դեպս իրենք այդպես են ասում եւ առերևույթ այդպես է երևում։ Դա նշանակում է Ալիևը պետք է անընդհատ պահանջի, սրանք պետք է անընդհատ զիջեն։ Իսկ դա միակողմանի խաղ է, որը մեզ տանելու է պարտության։ Հետևաբար մեզ միջնորդ երաշխավոր է պետք եւ այդ միջնորդ երաշխավորի պարագայում մենք տեսնում ենք հնարավորություն, որ 5 տարվա ընթացքում կարող ենք ամբողջականացնել Ադրբեջանի հետ սահմանագծումը եւ սահմանազատումը։ Ինչի՞ դա կարևոր։ Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք լրացուցիչ հնարավորություն ստանալ խաղաղությունը ապահովելու եւ նաեւ որոշակի հստակություն մտցնել հարաբերություններում։ Իսկ դա այդ միջնորդի դերում մենք տեսնում ենք առաջին հերթին Ռուսաստանում, որի քարտեզներով կարող ենք նաեւ իրականացնել սահմանագծումը եւ սահմանազատումը, եւ որի միջնորդությամբ ու երաշխավորությամբ հնարավոր է բարձրացնել անվտանգային մակարդակը։ Հակառակ պարագայում կրկնեմ, ստացվում է, որ Ալիևն է մեր երաշխիք տալու։ Հայաստանն ու Ադրբեջանը եւ մենք բանակցային գործընթացի հիմքում դա ենք դնելու, պետք է պարտավորվեն չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Օրինակ Ադրբեջանի պահանջով սահմանադրություն չպիտի փոխվի։ Ինչը հիմա արվում է։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում բացի Արցախայցյան վերադարձի իրավունքից նաև պետք է դրվի գերիների հարցը։ Գերիների հարցը այն ինդիկատորն է, որը ցույց է տալու Ադրբեջանը անկեղծ է խաղաղության հասնելու ձգտման մեջ, թե ոչ։ Մեր համար դա ոչ միայն արժանապատվության եւ բարոյականության հարց է գերիների վերադարձը, այլ նաև անվտանգային համակարգին է վերաբերում, որովհետև եթե գրում ենք խաղաղության, բայց գերիներին պահել են, ուրեմն նշանակում է, որ պատանդների միջոցով են ուզում մեր վրա ճնշում կիրառել։ Դա պետք է բացառվի։